Շնորհակալություն, ելույթը երկու մասի կբաժանեմ, մեկը քանի որ այսօր հայտարարությունների ֆորմատ չկա, կանդրադառնամ պարոն Գալջյանի երեկվա հրապարակմանը, մյուսը կանդրադառնամ խնդրին, էլի։ Շնորհավորում եմ ձեզ, Իլոն Մասկը կամ Վենսին ասեք, որ sense տաղանդներ ունենք մենք Երևանի քաղաքապետարանում, որ հասարակական տրանսպորտը անցնելու է ջրածնային տրանսպորտի։ Հասկանում եք դուք ինչ տիտաններ, ինչ գիգանտներ եք, էլի, ուրիշ բան չունեմ ասելու, որովհետև այս ձեր զարգացման ծրագրի մեջ այդպես բան եք գրել։ Գրել եք հասարակական տրանսպորտի 35%-ը անցում է կատարվում էլեկտրական եւ ջրածնային ինչ-որ տրանսպորտի։ Օդի մեջ եք թռնելու, ինչ եք անելու, չգիտեմ։ Կայուն զարգացման ծրագրի մեջ նորից եմ ասում, չկար նոր աղբավայրի կառուցման մասին, տենց առարկայական բնութագրող փաստ։ Պրոստը չկար։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում, ինչ եք ուզում անեք։ Հաջորդը, որ գրել եք, որ Երևանի ավտոբուսների փոխարինման ծրագիրը ընդամենը 25 միլիոն եվրո է, խորին հարգանքով Տիկին Հայկազյանին 25 միլիոն եվրոյով Երևանի տրանսպորտը խելքի գլխին չեք կարող բերել։ Ինչքան է շատ, որոշ մարդիկ երազեն, որ կկարողանան։ Ճանապարհային հանգույցները գրել եք, ինչ խոսք տվել է, չեն արել ԿՊ-ն։ Այդ մոտակա շարքն է իմ սկսվելու, ԿՊ-ի նախընտրական խոստումները, տող-արտող ու չկատարած արարքները։ Ծիծեռնակաբերդի տարածքը միջև մի չեք կարողանում բաժանել, որն ումն է։ Գնում ասում են չորացած հատվածը քաղաքապետարն ասում է այդ իմը չի, չգիտեմ, թանգարանինն է, թանգարանն ասում է այդ իմը չի, պետգույքին է, պետգույքն ասում է իմը չի, չգիտեմ, համալիրինն է։ Իրար վրա քեցելով ֆռում են, չես կարող հասկանալ ոնց ինչ է։ Հեղատար համակարգի վերաբերյալ էսա գարուն է գալիս ժողովուրդ ու անսպասելի անձրևներ են գալի ու որ նշվում է որ չկա հեղատար համակարգի քարտեզ մեռը ասելով